Սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Կառավարության նիստը մեկնարկում է գործադիրի պնդմամբ, որ յուրաքանչյուր քաղաքացի, որը կստուգվի, կունենա առողջական խնդիրներ։ Տեխնիկան այնքան է զարգացել, ասում եմ, ում ուզում եք բերեք։ Ես երաշխավոր եմ, որ հիմա MRT, KT, չգիտեմ ինչ եւ այլն, կգտնենք անպայման մի բան, որը պետքա բուժել։ Բացառված է, որ տենց դեպք ունենանք, որ չգտնենք որևէ բան, որը բուժելու անհրաժեշտություն չկա։ Հիմա եւ մեր առողջության ապահովագրության համակարգը դրա մասին է, որ պետքա ստուգումներ լինեն ամեն տարի եւ այլն, եւ դա ճիշտ ճանապարհ է, որ MRT-ով մենք միջև բջջային մակարդակ գնանք եւ կանխենք այնտեղ, որպեսզի այս փուլում կանխելու համար կարող է մեզ պետք լինի ծախսել 10,000 դրամ, իսկ ամեն հաջորդ փուլում այդ խնդրի հետ առնչվելիս պետական ծախսնելա ավելանալու եւ մարդու առողջության վիճակն էլ վատանալու է։ Նախարար Ավանեսյանը հորդորում է օգտագործել արմետ հավելվածն ու հետևողականորեն լինել տրված հրահանգներին։ Եվ ինչպես մեր բանկային հաշիվն ենք միշտ դիտարկում, այս օգտահաշիվն էլ մեր ամբողջական առողջության պատմությունն է եւ պիտի մեզ հուշումներ տա նույն տարեկան զննումների մասին, պարտադիր սկրինինգային ծրագրերի մասին, այսինքն մեր առողջության մասին ամբողջական տեղեկատվությունը եւ դրա վարումը հենց այս գործիքի միջոցով պիտի արվի եւ մեր քաղաքացիներն էլ հենց ակտիվ մասնակիցն են իրենց առողջությանը հետևելու առումով։ Վարչապետն անհանգստանում է, արդյոք ինտերնետ կապի հասանելիությունը խնդիրներ չի ստեղծի արմետ համակարգում։ Հանրապետությունը սկսելու է բան անել, բեռնել արմետ համակարգը, ու ինտերնետը չի կախի հանրապետության։ Հույս ունեմ, որ ոչ։ Դե հույսը մենք ունենք, դուք պետք է ասեիք ոչ։ Նախարար Հայրապետյանը բացատրում է հնարավոր խնդիրները։ Մտավախությունը ոչ այնքան ինտերնետ կապի հետ է կապված, այլ ավելի շատ միաժամանակյա մուտքերի հենց արմետ համակարգ։ Հետևաբար, ինչպես դուք նշեցիք, հունվարի 1-ից կոչ ենք անում անմիջապես չգրոհել բժշկական հաստատությունները, նաև հույս ունեմ, որ նիստին հաջորդող 1 ժամվա ընթացքում մուտքերը շատ չեն լինի եւ հենց ինքը համակարգը պատրաստ կլինի, որովհետեւ կարծում եմ, որ առաջիկա օրերի ընթացքում կարելի է ներբեռնել, որովհետեւ որքանով էլ որ տեխնիկապես համակարգը պատրաստ լինի, միաժամանակյա հազարավոր, էլ չասեմ տասնյակ հազարավոր մուտքերին շատ քիչ համակարգեր կան, որ կարող են դիմանալ։ Փաշինյանն առաջարկում է ԿԳՄՍ նախարարին եւ առողջապահության նախարարին բրենդավորել առողջ ապրելակերպը։ Կառավարությունն է այն սուբյեկտը, որը պետքա բրենդավորի առողջ ապրելակերպը եւ մեր համապատասխան առաջինը ԿԳՄՍ-ն եւ առողջապահության նախարարությունը կառավարության մյուս օղակների հետ։ Եկեք բրենդավորենք առողջ ապրելակերպը։ Հիմա մենք որ վարչապետի գավաթ ենք անում, ինչի համար ենք անում։ Մարդել կա կարասի, այս չհասկացես, երկրի վարչապետը պարապա գնում նստում նայում, թե ոնց են երեխեքը լողում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակվարձերի փոխհատուցումը երկարացվում է։ Վարչապետն առաջարկում է վարձավճարի փոխհատուցումն իրականացնել 1-ից 2 տարվա փոխարեն 10 տարով։ Հիմա նրանք, ովքեր այս ծրագրի շահառուներից ձեռք են բերել, այսինքն իրանց հարցը լուծված է։ Նրանք, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով դեռ չեն հասցրել ձեռք բերել, կամ քաղաքացիության ստանալու process-ն ինքը որոշակի ընթացակարգ է այնուամենայնիվ, մենք իրանց ասում ենք շատ լավ, մենք եւս մի որոշակի ժամանակով կերկարացնենք այս ծրագիրը, առնվազն մինչև 1 տարով կերկարացնենք ծրագիրը, այն պայմանով, որ բայց այնուամենայնիվ բնականի ձեռքբերումը տեղի ունենա։ Բարև ձեզ, հարգելի լրագրող։ Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադառնում է Ադրբեջանի նախագահին իր կողմից հնչեցրած շնորհակալություններին, ընդգծում ամեն ինչ բարդացնելու սովորություն ունենք։ Ինչ որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի, ո՞նց է վերաբերվում դրան։ Մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը դրան, որ մենք դրական ենք վերաբերվում։ Հակառակը, այո, որովհետև մի քանի բան է տեղի ունեցել, որովհետև հիմա դուք մի վերնագրի ներքո եք դնում, բայց իրականում մի քանի բան է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել
ցորենի ներկրման արգելքի վերացում։ Ընդ որում սկզբից Ղազախստանի համար, հետո Ռուսաստանի համար։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել Հայաստանի գործարարներին։ Եվ այդ պատրաստակամությունը արտահայտվել է, այդ գնացքը եկել է եւ հայտնվել է շուկայում։ Եվ մենք կարծում եմ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք։ Թուրքիայում են որոշում, թե ով է լինելու հաջորդ կաթողիկոսը։ Փաշինյանն ընդգծում է, դա դարերից եկած է։ Ես չեմ զարմանում, որովհետեւ դա հոլովում են այն մարդիկ, ով այդ կուլտուրայի մեջ են, Եվ այն, որ Հայաստանն ասում է, որ մեր եկեղեցին պետք է ի վերջո կանոնագիրք ունենա նոր, որ դրան էլ դիմադրություն կա, ես դա էլ եմ հասկանում, որովհետև միջև հիմա վերջին այդպիսի փաստաթղթերը, որ ընդունվել են կամ ռուսական կամ թուրքական կայսրության ֆորմատով։ Տենց կուլտուրա չկա, ոնց որ Թուրքիայի սուլթանի ընդունած կանոնակարգումներն են շատ, որ միջև այսօր կամ գործում են դե յուրե կամ Ռուսաստանի ցարի, այդ մարդկանց տարօրինակ չի թվում։ Եվ հետեւաբար, երբ որ տենց մի հարց բարձրաձայնվում է, այդ ենթագիտակցությունը արթնանում է, բայց չէ որ սա Թուրքիայի ղեկավարի իրավասության հարց է, այս ինչի է Հայաստանի ղեկավարը սրա մասին խոսում, եւ տրամաբանությամբ այդ բանի ծայրագավառային տրամաբանությունը զարգանում եւ հանգում է շատ տրամաբանական ենթադրության։ Փաշինյանի համոզմամբ դարեր շարունակ հայերի համար պետությունն ու հայրենիքը նույնը չեն եղել։ Ներկայիս խնդիրների արմատները շատ հին են։ Մեր ենթագիտակցությունը սեփական պետության ընկալումը դեռ չունի, որովհետեւ հարյուրամյակներով մեզ համար հայրենիքը ուրիշ բան է եղել, պետությունը ուրիշ բան։ Հայրենիքը Հայաստանն է եղել, պետությունը եղել է Պարսկաստանը, հայրենիք Հայաստանն է եղել, պետությունը եղել է Օսմանյան կայսրությունը, հայրենիք Հայաստանն է եղել, պետությունը եղել է Ռուսական կայսրությունը։ Այսինքն 500 տարի շարունակ մեզ համար հայրենիքը ուրիշ բան է եղել, պետությունը ուրիշ բան է եղել։ Հայրենիքը հիմնականում սիրելի, պետությունը հիմնականում ոչ այդքան սիրելի։ Եվ այդ ենթագիտակցությունը շարունակում է շատ բաներ շարժել Հայաստանի Հանրապետությունում եւ մենք այս գիտակցությունն է, որ ուզում ենք, այս գիտակցության հետ ենք ուզում առերեսվել, ասել, որ ժողովուրդ ի վերջո պետք է մենք այլ գիտակցություն ձևավորենք, որովհետեւ մեր հայրենիքն ու պետությունը այլևս նույնն են։ Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները ժամկետներից ուշացել են։ Կապալարուն իր խոստումը չի կատարել։ Ժամկետներում ուշացումներ կան, հնարավորինս արագ խնդիրը կլուծվի, ներկայացնում է վարչապետ Փաշինյանը։ Միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով եւ նրանց կողմից խոշոր կապիտալ ծրագրերը այդպիսին են, իրենք աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ որ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում, պիտի արձանագրենք, որ սա այն դեպքերից է, որ կառավարությունը չկա այդպիսի բան, որ պիտի աներ, որ ծրագիրը հաջողությամբ ընթանար ու չի արել, կան պատճառներ, տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել եւ նրա այդ պայմանագիրը խզվել է, կփնտրենք նոր գործընկեր, ով ծրագիրը կիրականացնի։ Վարչապետն այս կիրակի կայցելի Գառնու Սուրբ Աստվածածին եկեղեցի, կմասնակցի պատարագի։ Շողեր Ղրիջան, Արմալուր։